Հարգելի գործընկերներ, ինձ հաջողվեց մի պահ նայել դռնից այն կողմ եւ տեսնել, որ տանում են մեր մոնտաժողների համակարգիչները, որտեղ, այսպես ասած, այո, կան մեր նկարահանումները, որտեղ պահպանված են խմբագրակազմին պետքական այո, արխիվը, մեր արխիվը, ստացվում է, որ Արմատ մեդիան այլևս չունի հիմք, նյութական հիմք, արխիվային հիմք աշխատելու համար։ Հենց հիմա տանում են, ես այո, տեսա, որ մեր արխիվը տանում են։ Հենա, քանդել են համակարգիչները եւ տանում են հիշողության քարտեր։ Չկա, չէ, այսպես են դուրս գալու ի վերջո։ Այո, այսպես են դուրս գալու։ Կամ այս կամ այն դռնից դուրս են գալու, պատշգամբով, եթե թռնեն չգիտեմ, բայց այո, բայց ուզում եմ տեղեկացնել, որ տանում են մեր մոնտաժողների համակարգիչներ, դա վերջին նշույլն էր, որ մենք կարող էինք աշխատել, բայց ստացվում է այլևս չենք կարողանալու աշխատել։ Ես մի բան կարող եմ ասել, որ մոնտաժողների համակարգչում բավականին շատ նյութեր կան, կապված 300,000 ադրբեջանցիների Հայաստան գալու, նրանց բնակեցնելու այստեղ ռեպորտաժներ կային պատրաստի, հետաքննություններ կային եւ ես կարծում եմ, որ այո, դա էր հենց պատճառը եւ այդ համակարգիչներն էլ իրենց պետք էր, ոչ թե օրինակ իմ անձնական հեռախոսը։ Այսինքն ապագա նյութերի հրապարակման մասով փաստացի դուք ունեք խնդիր եւ չեք կարողանալու հետագային։ Այո, այդ համակարգիչը, որ տանում են այս պայն, այնտեղ կա երկու համակարգիչ, երկու մոնտաժողի համակարգիչ, դրանք տանելով կստացվի, որ մենք չենք կարող հրապարակել այն նյութերը, որոնք մեր հայ ժողովրդի ապագայի հետ են կապված, որոնք ունենային ծանրակշիռ քաղաքական ազդեցություն, օրինակ։ Այո, կային այնտեղ հետաքննություններ, կային այնտեղ չհրապարակված ինֆորմացիաներ, կային պատրաստի ռեպորտաժներ, որոնք տանելով մենք չենք կարող այդ ռեպորտաժները այլևս ցույց տալ հանրությանը։ Ցավում եմ, որ չենք էլ պահպանել այդ երկու համակարգչում կային նույն բաները, բայց ցավում եմ, որ չենք պահպանել եւ մտավախություն ունեք, որ իրենք այդ տեղեկատվությունը ջնջելու են, վերադարձնելուց հետո չկա։ Մտավախություն, այո, կլինեմ, որ չջնջեն, հայանպաստ գործունեություն կծավալեն։ Իսկ ընտրություններից հետո վերադարձնել ինչու՞։ Ես չգիտեմ ինչ ազդեցություն կունենա դա հանրության վրա, բայց ես կարծում եմ, որ դա բավականին ազդեցիկ ռեպորտաժներ էին եւ հանրությունը պետք է իմանային, պետք է դիտեին այդ հետաքննությունները։ Մինչև ընտրությունները, այո, մինչև գնալը յուրաքանչյուր քաղաքացի պետք է տեսներ, թե ում մեծ այն տալիս եւ ինչ ազդեցություն այն կարող է ունենալ հետագա հայ ժողովրդի սերնդների վրա։ Սոնա ջան, չեմ կարող հետաքննությունները ես ներկայացնել, հույս ունեմ նաեւ, որ դրանք առանց ջնջվել կգան մեզ մոտ, բայց եթե ջնջված լինեն, ափսոս, մենք ստիպված կլինենք հավելյալ աշխատանք տանել։ Դե դրանք մեր երկու ասած մենք կարծում էինք այդ կարմիր գիծը չեն անցնի եւ մեդիայի վրա հարձակում տեղի չի ունենա, որովհետեւ լինելով մեր երկրի ղեկավարը մեդիայի ներկայացուցիչ, ես կարծում էի տարական հարգանք գոնե կլինի, բայց փաստորեն չէ, եթե պատրաստ լինեին, գուցե կարողանայինք պահել։